Եվ այսպես Գեղարքունիքի մարզում փետրվարի 21-ին տեղի ունեցած սպանության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Նյուզեեմին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Երկու անձի նկատմամբ, որոնց անունները չեն հրապարակվում, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 1 ամիս ժամկետով։ Հիշեցնեմ, փետրվարի 21-ին ժամը 13-ի սահմանում դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանը, որը գիտակցության չգալով մահացել էր։ Ոստիկանները պարզել են, որ երիտասարդին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու միանգամից դանակահարել են։ Սպանության մեջ կասկածվողների անունները չեն հրապարակվում, նշվում են միայն անունների սկզբնատառերը՝ ՆՄ և ԱՄ։ Արմլուրի տեղեկություններով դանակահարողները անչափահասներ են, ըստ նույն լրատվամիջոցի սպանությունը եղել է աղջկա պատճառով։ 20-ամյա Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր պայմանագրային զինծառայող պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակից, ծառայում էր իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա սպանությունից 2 օր առաջ էր իջել հերթափոխից։ Այսօր Վերին Ծաղկավանում Արամ Խաչատրյանի հուղարկավորությունն է։ Նյուզեեմի տեղեկություններով Արամն ընկերոջ հետ է գնացել Սևան, դեպքի ժամանակ ընկերը ավտոմեքենայում է եղել։ Նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին, գրկախառնվում, ապա միանգամից սկսում դանակահարել։ Դա տեսնելով ընկերը մեքենայից դուրս է վազել, մոտեցել Արամին, ինչից հետո դանակահարողը փախուստի է դիմել։ Համագյուղացիների խոսքով Արամին 7 հարված է հասցվել։ Մի քանի տեղից վիրավորված Արամին ընկերն է հիվանդանոց հասցրել։